մեր համար մնում է գերնպատակ եւ եղել է գերնպատակ նիկոլիզմի դեմ պայքարը։ Երրորդ հանրապետությունը չի լինելու։ Փաստորեն, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց, իհարկե չի լինելու։ Ինքը Հայաստանի թուրքական վիլայեթացման ջատագով է։ Այդ որ շատ խոսում են տնտեսական, երկինչ-տնտեսական աճի մասին, բա հանրապետական ուր ա եղել։ Շարլ դե Գոլի պես մարդուն են մերժել ֆրանսիացիք։ Հետո ինչ եղավ։ Հետո այսօր Շարլ դե Գոլին ճանաչում են 20-րդ դարի մեծագույն ֆրանսիացի։ Էլի ամեն ինչ այդտեղով է անցնում կամ անցնելու։ Առանց Մելիք Ադամյանով անհնար է լինելու որևէ քաղաքական ուժ այսօր միայնակ չի կարող իշխանապողության իրականացնել։ Առաջնորդը կծնվի, կա, դες որ լուստից ենք բերելու։ Միանշանակ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը փոքրամասնություն է։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունում հերթական ընտրություններով իշխանապողության հարց չի քննարկվում։ Չպետք է գործը հասցնել 26 թվականի ընտրություններին, որովհետև մեկ անգամ այդ սխալ ընդդիմադիր դաշտը արեց։ Եթե դու փոխում ես անկախության հռչակագիրը, չէ, ուրեմն սա ուրիշ պետություն է, սա ուրեմն Էրմենիստան է, Թրքա Հայաստան։ Որ հանրապետականում հիմա գոնե առաջնահերթ դրված է փողոց պլյուս իմպիչմենտ տարբերակը։ Լավ։ Բառարանում կապիտուլանտ բառի բացատրության դեմը գրած է Ծիրեն Նիկոլ Փաշինյան։ Միութենական պետությունը պահանջում է Հայաստանի Հանրապետության շահը, ուղիղ կարող պատասխանել։ Հայաստանի Հանրապետության շահը պահանջում է Հայաստանի անկախության ամրապնդում, Հայաստանի պետականության պահպանում։ Որ Հայաստանի Հանրապետության թիվ 1 խնդիրը եղած է պահելն է։ Տևական լռությունից հետո այս շաբաթ խոսեց Սերժ Սարգսյանը։ Ներընդդիմադիր լարվածությունից մինչև իշխանափոխություն, դրան հաջորդող վիճակ ու արտաքին քաղաքական կողմնորոշում։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, Կիզակետում այսօր կփորձենք որոշ փակագծեր բացել։ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մամլի անդամ Էդուարդ Շարմազանով, բարի գալուստ Կիզակետ։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու։ Պարոն Շարմազանով, էշի մասին արդեն հիթային դարձած արտահայտությամբ, հա, համացանցում, քաղաքական դաշտում, նախագահը, երրորդ նախագահը կարծես թե փորձեց վերջ դնել, հա, ներընդդիմադիր լարվածությանը, այն ով է բերել Նիկոլին այդ անպտուղ բանավեճին, այսպես ասենք։ Ստացվեց արդյոք վերջ դնել ձեր կարծիքով, եւ ելույթի այդ հատվածը ավելի շատ պատասխաններ տվեց հանրությանը, թե հակառակը նոր հարցեր առաջացրեց։ Դասեք, նախ, եթե ցանկացած ելույթ հարցեր չի առաջացնում, ուրեմն այդ ելույթը անիմաստ է, որովհետև նախագահ Սարգսյանը իր 55 րոպեանոց ծավալուն ելույթով անդրադարձավ թե կուսակցության, թե պետության գաղափարականական հիմքերին, թե մեր հանրապետական կուսակցության ինստիտուցիոնալ կառույցներին, նրա պատմությանը, անելիքին, որովհետև ամեն ինչ սկսվում է գաղափարից։ Հստակեցվեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը անկախ Հայաստանի անկախության հռչակագրի, անկախության արժեքների, ազգային պետականության գաղափարի ջատագով եղել է, կա ու կմնա։ Այդ իմաստով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստեղծվել է Ղարաբաղյան շարժման եւ Արցախյան պայքարից եւ այդ գիծն էլ մենք շարունակելու ենք։ Երկրորդը պարոն նախագահը շատ հստակ նշեց մեր հիմնական մարտահրավերները, այդ մարտահրավերները նախ եւ առաջ անվտանգային են եւ նշեց ուղիները, որ այս կապիտուլյանտ իշխանությունից հրաժարվելու դեպքում ինչ ուղղությամբ պետք է գնան գլխավոր քայլերը եւ նա նախանշեց անվտանգային խնդիրները, բանակի ամրապնդում, խոսեց դիվանագիտական կորպուսում ճիշտ աշխատանք, պրոֆեսիոնալների ներգրավում, նախաձեռնող ազգակենտրոն ու պետականակենտրոն քաղաքականության մասին եւ բնականաբար խոսեց նաեւ շատ կարեւոր հարցի մասին, որը համերաշխությունն է։ Այդ է ասում, մենք այն 3 կետին դեռ կանանք, 3 թե 4, ինչ է սպասվում ինչ անել իշխանապող։ Այ խնդրեմ կարճ եթե ամփոփ այն առաջի հարցից պատասխան տակ, դրեց այդ վերջակետը, այդ փոխհրաձգության այդ ներքին։ Համենայն դեպս մեր մասով բոլոր խնդիրների հարցերի հստակ պատասխան տրվեց, որ մեր համար մնում է գերնպատակ եւ եղել է գերնպատակ նիկոլիզմի դեմ պայքարը։ Այսինքն Սերժ Սարգսյանը հստակ նշեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ինքը երբեք ներընդդիմադիր փոխհրաձգություններ չի նախաձեռնել։ Նույնիսկ հանրապետականը դա չի էլ ողջունել։ Հանրապետականը այդպես է վարվել 18 թվականից հետո եւ կողքի պայքարի խրամատում կանգնել նույնիսկ այն ուժերի հետ, ովքեր 18 թվականի ապրիլի 23-ին եղել են
բարիկադի այս կողմը։ Այսինքն հանրապետականը առաջնորդվել է ոչ թե կուսակցամոլությամբ, այլ առաջնորդվել է պետական եւ ազգային գաղափարախոսությամբ եւ իր վարքագծով է ապացուցել, որ մեծ համար առաջնայինը ոչ թե կուսակցական, այլ պետական շահն է, եւ դա եւս մեկ անգամ ցույց է տվել եւ նշեց իլուր ողջ հանրապետականի եւ հայության, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներքաղաքական մեկ գլխավոր օրակարգ կա, դա նիկոլիստական ռեժիմի դեմ, կապիտուլյան ռեժիմի դեմ պայքարն է, որովհետեւ կապիտուլյան ռեժիմի արկայության պարագայում մենք կործանվելու ենք որպես երրորդ հանրապետություն։ Երկրորդը, բնականաբար, դիմելով կուսակցականներին, նախագահը շատ հստակ նշեց, որ ներընդդիմադիր փոխհրաձգությունները դրանք պետք է լինեն ոչ թե մեր գերնպատակը, այլ դրանք քաղաքական պայքարի մի մասն են, որ շատ ճիշտ խոսք նշելով, որ մեր մասին սուտ ու կեղծիք եւ հեհուրանք եւ զրպարտանք տարածողներին մենք կզինաթափենք ճշմարտությամբ։ Այսինքն հանրապետականը զրպարտությամբ չի գնալու, սուտ ու կեղծիք չի տարածելու, պարզապես չի կարող որպես պատասխանատու քաղաքական ուժ որևէ բան չանել, եթե իր վրա անհարկի քար են նետում, իսկ այդ քար նետողներն էլ ապրում են ապակե տնակներում։ Ճշմարտություն ասելը դա նաև ինչ որ բաներ ասել է, որ մինչև հիմա ու չեք ասել, հա, ինչ որ բաներից ելնելով։ Ճիշտ եմ հասկանում։ Ուժերի մասին ինչ որ բաներ կան, որ չեք ասել, ինչ որ կարգ պահելով կամ գծեր պահելով։ Հաստ էր, որը գիտեք ինչի չենք ասել, որովհետև մենք գտնում ենք, որ այդ օրակարգը ինքը կեղծ օրակարգ է։ Այսօր կա մեր տունը այրվում է, Հայաստանի Հանրապետությունը նիկոլիստական ռեժիմը տանում է դեպի գահավիժում եւ կործանում, հրաժարվում անկախության հռչակագրից, սպառնալիքը համարում Ղարաբաղյան շարժումը, հայտարարվում է Ղարաբաղյան շարժման ավարտի մասին, խոսվում է Արարատի ոչ հայկական այդ սիմվոլ լինելու մասին, այսինքն Նիկոլ Փաշինյանի ռեժիմը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության բոլոր գաղափարական բարոյական հիմքերի դեմ։ Եվ երրորդ հանրապետությունը չի լինելու։ Փաստորեն, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց, իհարկե չի լինելու։ Երրորդը Ես երրորդ ինչու պարոն Գրիգորյան, որովհետև երրորդ հանրապետության գաղափարաբանական հիմքերը դա անկախության հռչակագիրն է, դա Ղարաբաղյան շարժումն է։ Չմոռանանք, որ երրորդ հանրապետությունը ծնունդ է Ղարաբաղյան շարժման ու Ղարաբաղ կոմիտեի։ Ինք երեք ասում են, որ դա ճիշտ հակառակը մեզ կործանել է ու շարունակում է կործանել։ Նիկոլ Փաշինյանը ինչ կապ ունի երրորդ հանրապետության հետ, հույրը ասելով չի, երրորդ հանրապետության գաղափարաբանական հիմքերը դրված են անկախության հռչակագրի մեջ, եւ ցանկացած մարդու կլինի ընդդիմություն թե իշխանություն, եւ նախ եւ առաջ իշխանություն, սուրբ գործը պետք է լիներ պաշտպանել անկախության հռչակագրի եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության տարն ու ոգին։ Ոչ 34 տարի բոլորս միասին սխալ ենք ապրել, կործանման ենք տարել երկիրը հիմնվելով ձեր ասածի վրա։ Իր տեսակետից միգուցե սխալ ենք ապրել, որովհետեւ ինքը Էրմենիստանի ջատագով է։ Ինքը Հայաստանի թուրքական վիլայեթացման ջատագով է։ Նիկոլը Հայաստանի ադրբեջանացման ջատագով է եւ բնականաբար 34 տարի երրորդ հանրապետության գաղափարական հիմքերի դեմ պայքար է տվել Իլհամ Ալիևը եւ նրա արդեն այսօրվա վասալ Նիկոլ Փաշինյանը։ Եվ ուզում եմ ասել, նախագահ Սարգսյանի խոսքի մեջ շատ հստակ ուղերձ կար, որ մենք բոլորս ենք պարտվելու, եթե պետություն չեղավ։ Եվ ինքը իր խոսքում կարևոր բան ասեց, այսօր մենք 35-ամյակն ենք նշում, բայց Աստված չանի 40 եւ 50-րդ տարեդարձի կուսակցության։ Մենք որպես պատմություն հիշենք երրորդ հանրապետությունն ու մեր կուսակցությունը, այսինքն մեզնից է կախված, մեր պայքարից է կախված եւ նախագահը շատ հստակ ուղերձ ցղեց թե կուսակից ընկերներին, թե ընդդիմադիր գործընկերներին, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վճռական պայքարելու եւ մերժելու։ Պատահական չէ, որ Սուրբ Հարության տոնին ընթառաջ նախագահը իր խոսքում նաեւ նշեց քրիստոնեական ոճով հրաժարվում եմ գաղափարը, չարից են, ասինքն հայտարարելով, հռչակելով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը չարի իշխանություն, եւ ումից են հրաժարվում, չէ՞ մենք որ գնում ենք եկեղեցի հաղորդություն ենք ստանում, այդ ժամանակ մենք ասում ենք հրաժարվում ենք չարի իշխանությունից, հիմա պարոն նախագահ քաղաքական առումով հանրապետական կուսակցության գլխավոր խնդիրը ամրագրեց հրաժարվում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունից եւ սա է մեր գլխավոր նպատակը։ Հիմա կհարցնեմ թե ինչպես, բայց այս ներընդդիմադիրի մի նախադասությամբ կարող պատասխանել հանրապետական կուսակցության խորհրդի ներսում կա հստակ ձևակերպված արդեն մոտեցում
ախտորոշում ունեք, որը նաև հնչել է, բայց չի բարձրաձայնվել մամուլով։ Այ ինչն է գլխավոր պատճառը ձեզ հարվածելու այն թևից, չասեմ որ թևից։ Միգուցե կարող ուղիղ պատասխան, միգուցե մարդիկ իրենք ոչ միայն իշխանափոխություն ուզում են իշխանության գալ եւ որպես պոտենցիալ գլխավոր մրցակից են դիտարկում ձեզ հանրապետական, ոչ թե որպես գործընկեր։ Արդյոք կա այդ։ Տեսեք, որպեսզի իշխանության գալ, պետք է պետություն ունենալ, որպեսզի իշխանության մասին խոսել, պետք է ազատվել այս շարիքի իշխանությունից եւ սա է հանրապետականի ու որոշ քաղաքական ընդդիմադիր որոշ դերակատարների տարբերությունը։ Մենք հռչակել ենք դեռևս 21 թվականի դեկտեմբերյան համագումարի ժամանակ երրորդ նախագահը հռչակել է մեր թեզերը, որ իշխանափոխությունը պետք է լինի մեր նպատակը, ոչ թե իշխանության գալը։ Այսինքն, որպեսզի մենք կարող յուրաքանչյուր կուսակցության նպատակը ո՞րն է։ Յուրաքանչյուր կուսակցության նպատակը պետականությանը ծառայելն է։ Դասական երկու իշխանությանը գալ։ Չէ, միջոցն է իշխանության գալ։ Պետք է իշխանության գաս, որ կարողանաս քո ծրագրերը իրականացնես, բայց դու պետք է նախ այդ իշխանությունից հեռացնես շարիքի իշխանությանը, որ նոր կարող ես խոսել իշխանության գալու մասին։ Մտածում են դուք կհեռացնեք, դուք էլ կստանձնեք միգուցե այդպիսի քաղաքական։ Ասեք հանրապետական կուսակցություն եւ կրկնեցի, հանրապետականը ի տարբերություն որոշ քաղաքական դերական, դրանց նաև դժվար է ասել քաղաքական դերակատարներ, որովհետև դրանց մոտ ավելի շատ առաջնորդի պաշտամունք է կամ կուրքերի պաշտամունք է, դա է, ասինքն ծրագիր չկա, մեր ծրագիրը հստակ է, մենք ինստիտուցիոնալ ծրագիր ունենք, մենք ասում ենք, մենք ազգի, հայրենիքի եւ պետության հավիտենականության կողմնակիցներ ենք եղել, մենք տալիս ենք ինստիտուցիոնալ մեր ճանապարհը Աշոտ Նավասարդյան, անկախության բանակի հիմնադիր։ Արցախյան հերոսամարտի առաջին օրերից հանրապետականի ջոկատները եղել են առաջնագծում։ Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, եւ Արցախի եւ Հայաստանի բանակի հիմնադիրներ։ Անդրանիկ Մարգարյան, ամենաերկարատև եւ ամենաարդյունավետ իրական վարչապետը ժողովրդական, որը իրականացրեց մեծ բարեփոխումներ եւ որի կառավարության ջանքերի գնով Հայաստանը խուսափեց երկպարակությունից, քաղաքացիական պատերազմից, քաղաքական դաշտ մտավ երկխոսության եւ համերաշխության մշակույթը եւ նաեւ տնտեսական աճը։ Այդ որ շատ խոսում են տնտեսական երկինչ տնտեսական աճի մասին, բա հանրապետականն ուր է եղել։ Հանրապետականը մշտապես եղել է պատասխանատու քաղաքական ուժ եւ Հայաստանի Հանրապետության համար ամենածանագույն շրջանում լինի թե իշխանություն թե ընդդիմություն ի վրա վերցրել է պատասխանատվություն։ Այո, մինչև 2008-ը նկատի ունեք, 99 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ որ Միասնություն դաշինքը հաղթեց ընտրություններում, Միասնություն դաշինքը բաղկացած է երկու ուժից, ժողովրդական եւ հանրապետական կուսակցություն, հանրապետականի առաջնորդ Վազգեն Սարգսյանի, որը դարձավ վարչապետ, այդ օրվանից մինչև 18 թվականի Սերժ Սարգսյանի հրաժարականը հանրապետականը Հայաստանում ունեցել է քաղաքական պատասխանատվություն բոլոր դրական ու բացասական կողմերի մասին։ Երևաց որ երևի թե բացասականը մի քիչ չգիտեմ ինչն էր պատճառը, ձեզ այսպես եմ մերժեցին, հա 18 թվականին։ Պարոն Գրիգորյան, որպես պատմաբան ձեզ ասեմ, ինձ հաստատ ված չեք իմանա, Շարլ դե Գոլի պես մարդուն են մերժել ֆրանսիացիք։ Հետո ինչ եղավ։ Հետո այսօր Շարլ դե Գոլին ճանաչում են 20-րդ դարի մեծագույն ֆրանսիացի։ Այսինքն այնպես չի, որ ձայն բայսբության դա ճշմարտություն է։ Ժողովուրդը ունի հատկություն մոլորվելու, ժողովուրդը ունի հատկություն մանիպուլացվելու եւ այս տրոյական ձին քաղաքական առումով մեր Հայաստանի ազգային պետականության թշնամիներն ու հակառակորդները արտաքին օգտագործեցին տրոյական ձիու Տրոյական ձիուն Հայաստան հրելու պարագայում, եթե ձեր տերմինոլոգիայով գնամ, միայն թշնամիներն ու հակառակորդներ են, թե դաշնակից բարեկամներն էլ կամ ոչ թե հրեցին, այլ արգելափակոց չդրեցին այդ ձիու առջև, կարող եք ասել։ Դե ես միշտ ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը նախ եւ առաջ թուրք, ադրբեջանա գլոբալիստական ծրագիր է, եւ դրա մասին խոսել է պարոն Բոլտոնը, նշելով, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվի պատմական կաղապարներից, իսկ դա Արցախն էր, ցեղասպանության միջազգային ճանաչումն է, եկեղեցու բացառիկությունը, այդ թվում նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, մյուս կողմից էլ այո, դեղ էլ կան հարցեր տարբեր ուժային կենտրոններին, բայց մի բան ակնհայտ է, որ Հայաստանում տեղի է ունեցել 18 թվականին դասական գունավոր հեղափոխության, բայց դրան նպաստել են նաև այն բոլոր ուժերը, ովքեր որ 10 տարի շարունակ հանրապետականի վրա կեղտ ու ցեխ են լցրել, մենք քննադատությունից չենք վախենում։ Քաղաքականությունը ինքը մրցակցություն է, քաղաքականությունը ինքը
նաև խիստ քննադատություն է եւ հանրապետականն էլ, հանրապետականի բոլոր առաջնորդներն էլ մենք շատ հանգիստ ենք վերաբերվել։ Եվ հանդուրժող այդ քննադատությունն է, բայց երբ որ մեր մասին սուտն են ասում, մենք պետք է իրենց մասին ճիշտ ասենք, պարոն Գրիգորյան։ Պարոն Շամազանov, նախագահը այդ ասաց, ինչ բոլորը ծանոթ ենք, ինչ պետք է լինի իշխանափոխությունից հետո, հա, կոնցեպտուալ կետեր։ Բայց ամենակարևորը հիմա ոնց որ գանք դրան նախ այդ ինչ պետք է լինին, պիտի նախորդի իրենց իշխանափոխությունը բուն։ Այն ավանդական հարցը, ունեք հարցի պատասխանը, քայլերի հաջորդականությունը, արդյոք քննարկվել է խորհրդում, կարող փակագծեր բացել, ինչպես անել իշխանափոխությունը, ում առաջնորդությամբ անել, ամենակարևոր երևի թե հարցն է, որ չի գտնվում այդ ուժը կամ։ Օրինակ պատրաստ եք դուք հանրապետականը ստանձնել, որտեղ հայտնի խոսք կար, որ դուք եք ժամանակին հնչեցել, այ Մելիք Ադամյանով անցնելու մասին, ամեն ինչ այստեղով է անցնում։ Էլի ամեն ինչ այդտեղով է անցնում կամ անցնելու։ Առանց Մելիք Ադամյանով անհնար է լինելու, սա ոչ թե կուսակցության մեծամտությունն է, չէ, սա է հանրապետականը ինքը ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկն է։ Առանց Մելիք Ադամյանով անհնար լինելու իշխանափոխությունը, ճիշտ է։ Առանց ցանկացած ընդդիմադիր լուրջ դերակատարի անհնար է լինելու։ Սա է, ասիկա նախագահը իր խոսքում նաև ասեց եւ այնտեղ Կարմիր գծի նման շատ հստակ գնում էր այն միտքը, որ որևէ քաղաքական ուժ այսօր միայնակ չի կարող իշխանափոխության իրականացնել։ Եթե դա հնարավոր լինել, միայնակ որևէ քաղաքական ուժ, այդ թվում նաև հանրապետականը միայնակ կանեն։ Եվ Արմեն Աշոտյանի իր դատական նիստից հետո շատ հստակ նշեց, որ նաև Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ միայնակ որևէ քաղաքական ուժ, որևէ գերբնական առաջնորդությամբ չի կարող հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Խումբ առաջնորդ չի ունենալու։ Ուժերի համախումբը առաջնորդող չի ունենալու։ Առաջնորդը կծնվի, կա, դες որ լուստից ենք բերելու։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի պարագայում ինստիտուցիոնալ է կարևոր։ Մենք չպետք է լինենք հենց Սերժ Սարգսյանի խոսքի մեջ, դա է կարևոր, ոչ թե պետք է լինենք առաջնորդապաշտ, այլ ինստիտուցիոնալ գաղափարապաշտ։ Եվ Նիկոլ Փաշինյանի մոդելով գնանք։ Այ, ես չգիտեմ, չէ, այդ տարբերակով էլի։ Մոդելով պետք է գնանք, մի կողմը գիծը պետք է քաշվի։ Մի կողմը անկախության հռչակագրի, Արցախի ինքնորոշման իրավունքի, հայկական ավանդական արժեքների, հայ եկեղեցու պաշտպանության եւ Հայաստանի երրորդ հանրապետության քաղաքական ու գաղափարական ժառանգության, այդ ունի Ծիծեռնակաբերդի ու Եռաբլուրի արժեքները պաշտպանող քաղաքացիները, կառույցները պետք է լինեն եւ անհատները, մի կողմում նրանք, ովքեր Հայաստանում իրականացնում են Հայաստանի ադրբեջանացման քաղաքականություն։ Այն կողմը շատ չի, ով է ավելի շատ ձեր կարծիքով մեծամասնություն կազմում երկրում, բոլորին որ գումար ենք։ Այն կողմը չէ։ Միանշանակ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը փոքրամասնություն է։ Ահա, եւ հարցը բա ինչու չի, որն է մեթոդը հեռացնելու, լավ փոքրամասնության ինչու։ Դրա համար մենք մեր խոսքում շատ հստակ նշեցինք. չպետք է քաղաքական դերակատարների վրա անհարկի ցեղ շպրտել։ Եվ բոլոր այն մարդիկ, բոլոր այն դերակատարները կամ բոլոր այն առաջնորդները, ովքեր որ ցանկանում են իբր թե Նիկոլ Փաշինյանի հեռացումը, խփելով ընդդիմադիր գործընկերներին, նրանք երկարացնում են Նիկոլ Փաշինյանի կյանքը։ Եվ հանրապետականը շատ հստակ նշեց նախագահ Սարգսյանը, մեր համար գերնպատակ է նիկոլիզմի դեմ պայքարը, մենք միշտ եղել ենք ու կմնանք պայքարի առաջնագծում, բայց մենք նաև թույլ չենք տա, որ որևէ մեկը զրպարտություն տարածի մեր մասին ու դու անպատասխան մնա։ Ճանապարհը, պարոն Շամազանով, նոր թարմացումներ կան հանրապետականի դիրքորոշման մեջ, ճանապարհը որն է, փողոցային պայքար, հիմա վերջերս շատ են խոսում impeachment plus փողոցային պայքար, թե հերթական ընտրություններ, որն է առաջնահերթը։ Այս պահին Հայաստանի Հանրապետական Կուսակցությունում հերթական ընտրություններով իշխանափոխության հարց չի քննարկվում։ Մենք մշտապես դա չի նշանակում, որ հանրապետականը դեմ է ընտրություններին, ես մշտապես ասել եմ, որ քաղաքական կուսակցությունը ընտրություններին պետք է մասնակցի, բայց դա լավագույն ճանապարհը չէ, որովհետև մենք այդ գետը մտել ենք 21 թվականին։ Ես մեր կարծիքը նա է, որ չպետք է գործը հասցնել 26 թվականի ընտրություններին, որովհետև մեկ անգամ այդ սխալ ընդդիմադիր դաշտը արեց, 21 թվականին, երբ որ պիկի վրա էր, երբ որ կար գլխավոր շտաբի հայտարարություն, երբ որ Հայաստանում բացի Ալեն Սիմոնյանից բոլորը պաշտոնապես արդեն կամ գրեթե բոլորը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էին պահանջում, Մայրաթոռը, Ակադեմիան, Մայրբուհը, համայնքապետարանների մեծ մասը, քաղաքական կուսակցությունը, Բաղրամյանը փակ էր, խորհրդարանական ընդդիմությունը եկավ համաձայնության Նիկոլի հետ,
Գլխավոր դերակատարներից մեկը ընդդիմադիր անունը չասեմ բոլորի հայտնի է, համաձայնվեց գնալ ընտրությունների, ասեցի, որ ընտրություններով Նիկոլին կհաղթեն, մենք այն ժամանակ թերահավատ ենք եղել, մեր կարծիքն ասել ենք, բայց մենք տեսանք 21 թվականի հունիսին Նիկոլը գնաց եւ ինքը հաղթեց, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը, տեսեք, մեր իշխանությունների ու Նիկոլ Փաշինյանի տարբերությունը մեկն է, մենք իշխանություն պահելու համար արել ենք այն ինչ կարող ենք։ Ու ցանկացած բոլոր 3 իշխանությունները Նիկոլ Փաշինյանը անում է այն ինչ ուզում է։ Տարբեր իր համար պետք է սահմանադրությունը փոխի։ Ինքը չելն է, պետք է այս բանն անի։ Ինքը սահմանության վրովել է անցնում, օրենքների վրովել է անցնում, ինչ ուզում անում է։ Հիմա տեսեք, անկախության հռչակագիրը ինքը իրավունք չունի փոխելու որևէ մեկը։ Դες հանրակրվեով անենք ժողովուրդ։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության այդ չկա, ուրեմն եթե դու հանրակրվեով ես անում, դրանք անփոփոխ են։ Սահմանության առաջին կետերը, սահմանության նախաբանը, այսինքն անկախության հռչակագիրը Մարամ Մանուկյանն էլ 1000 անգամ այդ մարդը դրա մասին խոսել է, ու բազմաթիվ մարդիկ են դրա մասին խոսել։ Անկախության հռչակագիրը դա անփոփոխ է, եթե դու փոխում ես անկախության հռչակագիրը, չէ, ուրեմն սա ուրիշ պետություն է, սա ուրեմն Էրմենիստան է, Թրքա Հայաստան է, ոնց բացատրեմ։ Նիկոլ Փաշինյանը ով է իր թիմի հետ, որ ինքը որոշի, որ հայ ժողովրդի կողմից 91 թվականի սեպտեմբերի 21-ին այո ասած պետությունը փոխի, ժողովրդին ուզում են բացատրեն, որ սա չի լինելու էլ Հայաստանի Հանրապետություն։ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի ջեբը գցելով, շանտաժ անելով ու վախացնելով պատերազմով վերջ է տալու, եթե ինքը հաջողի Աստված մի արասը, Հայաստանի 3-րդ հանրապետությանը։ Պարոն Շամազանov, մի հստակեցում անեմ ու հաջորդած, այսինքն որ ասիկ չպետք է թողնել հասնի 26-ին, ճիշտ եմ հասկանում, որ հանրապետականում հիմա գոնե առաջնահերթ դրված է փողոց պլյուս իմպիչմենտ տարբերակը։ Լավ։ Հա, իդեպ ես կարծում եմ ոչ միայն հանրապետականում, բոլոր խելամիտ քաղաքական ուժերը պետք է շատ լավ գիտակցեն, որ Նիկոլ Փաշինյանը եթե գնաց ընտրություններով ինքը ոչինչի առաջ կանգ չի առնելու։ Նույնիսկ եթե գործը հասնի ընտրության, Աստված մի արասի, ընտրությունը պետք է օգտագործել զուտ փողոցը գեներացնելու եւ ճնշումը մեծացնելու Նիկոլ Փաշինյանի վրա։ Այսինքն սա էլի դառնա քաղաքական պրոցես, սա է խնդիրը, բայց ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Նիկոլ Փաշինյանը այնքան քաղաքական ջենտլմենություն կլինի, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ Սահակաշվիլին չի, որ ընտրությունը Իվանիշվիլիին պարտվի եւ ընդունի այդ ընտրության արդյունքները։ Կասի անվավ էրա։ Եթե մի մարդ կանգնում ասում է Արցախը Հայաստան է եւ վերջ, հետո ասում Արցախը միշտ էլ Ադրբեջան է եղել։ Եթե մի մարդ կանգնում ասում է ես Արցախի իշխանություն բանի անվտանգության երաշխավորն եմ, ինքը կապիտուլյացիա ստորագրել է, անամոթաբար կարող են ուրիշն են կապիտուլյանտ ասում։ Արա ձեզնից մեկ կապիտուլյանտ։ Բառարանում կապիտուլյանտ բառի բացատրության դեմը գրած է Ծիրեն Նիկոլ Փաշինյան։ Դե դուք 3 նախագահներով, այսպես ասեմ, իրար հավասարաբար բաշխված 30-ամյա կապիտուլյանտներ եք ըստ էության, կամաց եք հանձնել։ Ալեն Սիմոնյանին էլ մի փոքր էս ամենամեծ կապիտուլյանտը Նիկոլի Կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիևների իշխանությունն ա եղել, որ 3 նախագահների եւ մասնավորապես հանրապետական իշխանության Սերժ Սարգսյանը 2 անգամ պարտվել են։ Սերժ Սարգսյանը հայկական պետականության մեջ եզակի պատմական դեմք է, ով 2 անգամ է հաղթել Ադրբեջան պետությանը, ում գլխավորությամբ հայ ժողովուրդը, ասիկը մի անգամ որպես պաշտպանության նախարար մինչև այդ Արցախի ինքնապաշտպանական ուժերի ղեկավար 90-ականների առաջին պատերազմում, երկրորդ անգամ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո։ Դրա համար եմ ասում, որ ասում են այլընտրանքը որն է, այլընտրանքը դիմադրությունն է ազգային։ Դիմադրությունն է, պետք է բանակը վերակազմավորվի, պետք է դաշնակիցներ եւ գործընկերներ ճիշտ աշխատվի, ստեղը շատ կարեւոր բան եմ ուզում ասել, Սերժ Սարգսյանը նաեւ շատ կարեւոր քաղաքական արտաքին քաղաքական մեսիջ տվեց։ Իդեպ, այ կներեք, մի հատ հստակեցում անում, հիշեց հա այդ հիշեց իրեն հաղթած ուժերին, այսպես ինչպես մենք ասում, նաեւ արտաքին ուժերին, բայց այո, մի տեսակ քննադատեց 2 ծայրահեղ մոտեցումներ, եթե ճիշտ եմ հիշում, BRICS գնացողներ եւ Եվրոպա գոր, ինչ էր, միգուցե հանրապետականը հստակ ռուսական չէ, հա, օրինակ հանրապետականի համագումարում չերևաց, որ ինքը գոներ նախագահի ելույթից։ Դրա համար էլ Կրեմլը մի տեսակ ոնց որ չի աջակցում նաև, ձեզ կարող է կարծիք առաջանալ։ Այ ինչ է հանրապետականի արտաքին կողմնորոշումը։ Նախ տեսեք, Հայաստանը հանրապետական կուսակցությունը ինքը անկախ պետականության ջատագով է։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ծնվել է անկախության պայքարից։ Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Ռազմիկ Զորաբյանը, Վազգեն Կարախանյանը, մեր կուսակցության հիմնադիր հայրերի եղել են
անկախության համար մարտնչող մարդիկ, որոնք սովորխորհրդային դիսիդենտ են եղել մարդիկ, այո։ Ազգային գաղափարախոսության կրող, այո, հասկանալի։ Աշոտ Նավասարդյանը 80-ականներից ստեղծել անկախության բանակը։ Անդրանիկ Մարկանը եղել է Հայ դատի համանախագահը, Սերժ Սարգսյանը Արցախյան շարժման ղեկավարներից, Վազգեն Սարգսյանը մեր բանակի հիմնադիրը։ Այդ հանրապետական կուսակցությունը ինքը անկախ պետականության ջատագով է։ Ուզում եմ բոլորի համար ասեմ, որ անկախության արժեքները Հայաստանի Հանրապետության հանրապետականի համար բացարձակ է։ Անկախություն, Հայաստանի անկախություն եւ հանրապետական կուսակցություն, դրանք հանրապետականը դա այն ուժն է, որը այս գաղափարի ջատագովն է։ Այսինքն անկախության հարցերը մեզ համար կարմիր գիծ են, դա չի քննարկվում, բայց խոսելով արտաքին կողմնորոշման մասին, պարոն նախագահը շատ հստակ ամեն ինչը դրեց իր տեղը։ Այո, պետք է զարգացնել հարաբերությունները եւ գործընկերների եւ դաշնակիցների հետ, իսկ դաշնակիցը դա Ռուսաստանի դաշնակիցությունն է, եւ այնտեղ իր խոսքում շատ հստակ նշեց, որ ոչ նույն հարաբերակցությամբ, ասիկը պետք է դաշնակիցներին տարբերակել գործընկերներից, գործընկերներն էլ դաշնակիցներից։ Նիկոլ Փաշինյանն այն ինչ որ այսօր անում է, գնում է հակառուսականության ճանապարհով։ Իսկ ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ հայ-ռուսական հարաբերությունները փախստաթղթավորված ամենազարգացածն են եղել։ 2010 թվական ռուսական ռազմաբազան 45 տարով երկարացվել է։ 2015 թվական հաբ ռազմավարություն 2013 թվական Հայաստանը մտել է ԵԱՏՄ անդամ, բայց հայ-ռուսական հարաբերությունների զարգացում չի։ Այսօր էլ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, լինելով ընդդիմադիր ուժ, շատ խորը զարգացնում է իր գործընկերային ու դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության հետ, ամսի 27-ից 29-ը իմ գլխավորված պատվիրակությունն է, լինելու է Մոսկվայում, մասնակցելու Եդինայա Ռոսիայի բյուրոյի կողմից կազմակերպված կոնֆերանսին եւ կլոր սեղանին։ Ռուսաստանի հետ կներեք, պարոն Շարմազանով, ենթադրեք իշխան Ռուսաստանի հետ ինչքան խորը, որովհետեւ շատ են խոսում, տեսեք այն ինչքան պահանջի Հայաստանի Հանրապետության շահը։ Լավ, միութենական պետությունը պահանջում է Հայաստանի Հանրապետության շահը, ուղիղ կարող պատասխանել։ Հայաստանի Հանրապետության շահը պահանջում է Հայաստանի անկախության ամրապնդում, Հայաստանի պետականության պահպանում։ Սա է պաշտպանում։ Նախ ինչ այդ միութենական պետությունը։ Չի նշանակում սուվերենության Ինչի եվրոպական նման հարց նախ մեր մոտ չկա։ Նախ ռուսական իշխանությունները նման հարց չեն էլ առաջադրել։ Մի անգամ են Արմեն Գրիգորյանը հիմար խոսեց, ասեց Ռուսաստանը մեր առաջ դնում է միութենական պետություն մտնելու գաղափարը։ Ռուսաստանը 19 տուվա Նիկոլ Փաշինյանը հելավ իր բանով երեխայական կրուտից, ասում է փորձագիտական շրջանակները։ Ընդդեմ ասում են այդ տղա ով է քեզ ասել որ դες բանկա փորձ։ Նախ մենք պետք է հասկանանք այդ Հայաստանը ինտեգրացիոն գործընթացներին միշտ էլ կողմ ա եղել, եթե դրանք բխում են Հայաստանի Հանրապետության պետական շահից։ Օրինակ Եվրասիականը, ՕԴԿԲ-ն, դրանք ինտեգրացիոն գործընթացներ են։ ԵՄ-ին դեմ են եղել եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միակն է եղել, որ ԵՄ-ին դեմ ա եղել, ԵՄ մտնելու, որովհետեւ նմանորական ԵՄ-ում չկա։ Սրանք քեզ գիտեն քաղաքականությունը կենաց խմել չէ, այսօր այստեղ եմ ուզում, վաղ այնտեղ եմ ուզում։ Դաշնակցային հարաբերությունները պետք է լինեն փոխշահավետ երկու կողմերի համար։ Մեր իշխանության օրոք դրանք հիմնված են եղել առաջինը քաղաքակրթական ընդհանրության, պատմական կապերի եւ բնականաբար Ռուսաստանի ու Հայաստանի պետական շահերի համադրմամբ։ Դախնիկ չէ, ես որ մշտապես նշել եմ, որ այլընտրանքը այսօր Հայաստանի թրքացումն է։ Մենք պետք է շատ իրատեսական լինենք։ Մենք պետք է հասկանանք, որ այսօր Հայաստանի թիվ 1 Նիկոլիզ եւ թրքացում նույն բաներն են, պարոն Գրիգորյան։ Նիկոլիզ եւ թրքացում նույն բաներն են։ Եվ Հայաստանը դաշնակցային հարաբերություն երբ որ ասում ենք, պետք է շատ հստակեցնենք, որ այդ դաշնակցային հարաբերությունների հայ-ռուսական շնորհիվ նաև եւ Արցախն է հայկական մնացել մեր իշխանության օրոք եւ մեր պետության սահմաններն են ավտանգել։ Այսինքն ռուսամետության մեջ ձեզ չեն մեղադրի, դա ռուսամետություն չէ։ Դա իրանց խնդիրն է, ով ինչ ուզում է մեղադրի։ Չէ, դուք դա ինչ եք համարում։ Իմ համար Հայաստանի Հանրապետությունում մեկ կլիշե կա, էլի վիրավորական։ Ալիևամետ, Էրդողանամետ, Թրքամետ ու Ադրբեջանամետ լինելն է, որը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է։ Նույնիսկ արևմտամետ լինելը իմ համար կլիշե չէ։ Մարդիկ են ունեն իրաց կարծիքը, իրեն գտնում են, որ Հայաստանի ճանապարհն է դա, չնայած ես դա չեմ կիսում։ Ես Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դաշնակցային հարաբերությունների խորացման կողմնակից եմ եւ հանրապետական։ Այո, հա։
Հանրապետականը եւ մենք դրա մասին խոսել ենք։ Մենք հանրապետականը բազմիցս քննադատել է Նիկոլ Փաշինյանի հիմար անհետեւողական քաղաքականությունը հապկից սարեսնելու հարաբերությունները։ Իսկ կարող է պարոն Շամազանov կնենք ընդհանուր հակառակը լինի, հակառուս գոռալով վերջում 20 թվականի նման այն միութենական իրենք տանեն։ Տեսեք, անկախ իրենց կամ այնպիսի վիճակ ստեղծեն։ Նիկոլ Փաշինյանը Հայաստան տրամա դեպի թրքացում։ Սա է խնդիրը, պարոն Գրիգորյան։ Պատմական, եթե գնանք, այդ ժամանակաշրջանում Հայաստանի սովետականացումը փրկեց Հայաստանը թրքացումից։ Ալեքսանդրապոլի պայմանագրով ովքեր էին մնալու Ալեքսանդրապոլում։ Թուրքական զորքը, չէ՞։ Այդ եմ ասում, նույն սցենարը կարող է կրկնվի։ Մի հատ էլ փրկեն ռուսները, ուզած փրկել կոչվածով, այսինքն չդառնանք անգամ հանրապետական կուսակցության երազած Հայաստանը, դա նկատի ունեմ, պարոն Շարմազանով։ Մենք շատ հեռու ենք հանրապետական կուսակցության երազած Հայաստանից։ Հանրապետական կուսակցության երազած Հայաստանում թուրքական զորքերը չէին ֆրֆռում, վարչապետը Էրդողանի նկարը չէր դնում դոշին, չէր կանգնում ասում մենք կադաստրի վկայական չունենք, վեհափարի Սարդարապատում ճանապարհը չէին խոչընդոտում, տրասգենդերության ու սեռական փոքրամասնությունների ու պղծության քարոզ չէին անում, պետության գործադիրի ղեկավարը կինտոյություն եւ մեյմունություն չէր անում ազգային ժողովի ամբիոնում։ Սա է հանրապետականը շատ հստակ է ասել, մենք ազգային պետականության, մեզ համար Հայաստանի անկախությունը դա կարմիր գիծ է։ Եվ դա բոլորը գիտեն։ Բայց ինչքան ժամանակը անցել է, բայց պետք չի վախենալ այդ կլիշե։ Ժամանակը անցել է նույն նոյեմբերի 9-ի հաջորդ իսկ օրը։ Իհարկե, մենք բոլորս այս պահին եղածն եք ուզում փրկել հայերեն ասած, չեմ ասում փրկիչ։ Այսօր Հայաստանի Հանրապետության թիվ 1 խնդիրը եղածը պահելն է։ Ես շատ ռեալ եմ ասում։ Եղածը պահելն է։ Իհարկե, օրակարգում ունենալով շատ ազգային կարևոր խնդիր, բայց այսօրվա Հայաստանի Հանրապետության եւ ազգային ուժերի բոլորիս խնդիրը եղածը պահելն է, որովհետեւ 20 թվականի կապիտուլյացիայից հետո յուրաքանչյուր նոր տարի Նիկոլ Փաշինյանը ավելի շատ զիջումներ է արել, քան հիմա։ Տեսեք, 26 թվական կներեք, եղած ավելի է քչանալու, հա, ճիշտ եմ ձեր տրամաբանությունը հասկանում, հա։ Նիկոլ Փաշինյանի մնալու պարագայում միանշանակ, ինչու եղածը մենակ նյութականով չէ, նաև գաղափարականով է։ Նիկոլ Փաշինյանը մի տարի առաջ անկախության հռչակագրի մասին sense խոսում էր։ Դեմես ինչ քարոզչություն են անում, այսինքն արևմտաթուրքական քարոզչություն, խելելով կաթիլ։ Ժողովուրդը, ես ցույց բան չեմ, պատկերացնում եք 18 թվականին Նիկոլը կաններ հրապարակում, ասեր անկախության հռչակագրի դրույթները նոր սահմանությունում չէին ելնի։ Քանի օքի իրանց են կտար։ Իդեպ մի բան ասեմ, հա, ու վերջի հարցը տամ։ Հետո նկատել եք այս տարվա ջահերով երթի կարգախոսը։ Որն է։ Մի ուրացիր։ Պարոն Շարմազանով, պահանջում եւ դատապարտում ենք, հա, հիշում եք։ Մի ուրացիր Հայաստանի Հանրապետությունում ջահերով երթ է արվում ցեղասպանությունը մի ուրացիր կարգախոսով, հա։ Դե որովհետեւ ասանք այդտեղ պաստորեն։ Այո, հասնեմ, որովհետեւ դա շատ ռեալ կարգախոս է, որովհետեւ Հայաստանի իշխանության ղեկին նստած է ոչ միայն ազգակործան պատուաս ու կապիտուլյանտ ռեժիմի ղեկավարը, այլ նաև ուրացման գլխավոր խորհրդանիշը, ուրացման դավաճանության եւ թրքահպատակության։ Պահանջել, բան մոռացել, պահանջել դատապարտել էր առաջ։ Դե նախ պետք է ուրացողին աթոռից հիշացնես, հետո նոր պահանջես։ Ես քիչ առաջ ասեցի, այդ պահանջները դատապարտումը այդ անում ենք, որովհետեւ ունենք ուժեղ պետություն։ Այդ Սերժ Սարգսյանի իշխանությունը չէ, այդ որ գնա մակում կանգնի եւ Էրդողանին ասի չեք վավերացնի, գրողից ոնց եք ուղարկեմ այդ բանը։ Մոռացել են, այն որ ում եք մերժում էին այն մարդուն, որ 15 թվականին Պուտինի ու Հոլանդի հետ Տիցերնակաբերդում Արարատի ֆոնի վրա դատապարտում էր հայոց ցեղասպանությունը, ում եք մերժում, այն որ 16 թվականի ապրիլյան պատերազմից հետո Ալիևը խելոք հայտարարում էր գլուխը կաղ, որ միջազգային հայությունը պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը, ում եք մերժում, որ 16 թվականին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայանպաստ օրակարգը դրեց, իսկ այն ժամանակվա Հայաստանը, պարոն Գիգոն, ես իմ ընկերներին էլ եմ ասում, մեկ-մեկ որ sense ախորժակով խոսում են էս, ասում տղեկ, այս Սերժ Սարգսյանի վաղվա Հայաստանը չէ, երբ որ բոլոր, ինձ որ մեկ-մեկ ասում են, ես որ մեկ-մեկ պատկերացնում մեր պատգամավորների վիճակը, դուրսը, ես լուրջ եմ ասում հարալ այդ տղեկին, որ ինֆարկտից չեմ մեռնում դուրսը։ Ես հիմա պետք է գնամ Մոսկվա, այնտեղ ադրբեջանցիք են ելնելու տարբեր երկրներից, ես այն ժամանակ որ գնում եմ, ես հաղթանակած պետության ղեկավար էի։ Ղեկավարներից էի։ Ես Սերժ Սարգսյանի
հաղթանակների ներկայացուցիչն էին այնտեղ։ Եվ այդ դիվանագիտական ֆրոնտում Էդվարդ Նալբանդյան, Սերժ Սարգսյան զույգը Հայաստանի արժանապատվությունը բոլորը մեզ հետ հարգալից էին խոսում։ Սերժ Սարգսյանի իշխանության հաղթանակների արդյունքում ես Անտալիայում 18 թվականին Իլդիրիմի դեմա պահանջել են, որ ճանաչի հայոց ցեղասպանությունը Անտալիայում, բոլոր թուրքական թերթերը դրա մասն են։ Ասադովից էլ պահանջում էի ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք եւ համակերպվել Արցախի անկախության հետ։ Այսօր իրանք են։ Իսկ այսօր իրանք ինչ են ասում, այսօր են գնան ասում են Թուրքիան կարող է միշտոր լինել։ Պարոն Շարմազանov, վերջի հարցը իշխանությունից ամենակ այսպես են բարձրաստիճան արձագանքը ու արագ եղավ Ալեն Սիմոնյանի եւ լրագրողներ արծից նախագահի հենց ելույթի հաջորդ օրը Սերժ Սարգսյանի ասաց նու միտք հետեւյալներ ինչքան ուզում է թող մեզ քննադատի ավելի լավ ու ավելի լավ կլինի որ իր դեմքով հանդես գա Սերժ Սարգսյանը դրանից մեր վարկանիշը միայն կաճի ինչքան ուզում են թող քննադատի ասա ձեր վարկանիշը աճում է միայն Էրդողանի Ալիևի մեկ էլ թրքահապատակների մոտ ում մոտ ձեր վարկանիշը աճում է նրանք թրքահապատակ են ես պայամայ խոսացող մարդ եմ ով որ Նիկոլ Փաշինյանի հետ հույսեր է կապում ով որ Նիկոլ Փաշինյանին քվարկում է ով որ ԿՊ-ին քվարկում է ով որ այսքանից հետո հույս է կապում Նիկոլի կողքը կանգնելու, ինքը Հայաստանի երրորդ հանրապետության գերեզմանափորն է, ինքը Եռաբլուր ուրացող է, ինքը Ծիծեռնակաբերդ ուրացող է, ինքը հայ ազգի վերջին, ինքը Վազգեն Սարգսյան ուրացող է, ինքը մեր ազգի արժանապատվություն ուրացող է։ Թրքի ստրկացման կողմնակիցներ են դրանք։ Պարզ բանա, գիծը քաշած, հա։ Այս կողմը թուրքական ճորտությունն է, այն կողմը արժանապատվություն։ Իսկ այդ արժանապատվությունը եւս մեկ անգամ ուզում եմ ասել, առանց հայ-ռուսական դաշնակցային հարաբերության անհնար է։ Պատմաբանեք ինձնից լավ գիտեք։ Այս տարածաշրջանում երկու ուժեղ պետություն կա, կոնկրետ ներգրաված։ Մեկը Թուրքիան է, որը թուրքական աշխարհի եւ նատոական աշխարհի շահերի սպասարկումն է, դեպի ուր տանում է Նիկոլ Փաշինյանը, մյուսը Ռուսաստանի Դաշնությունը։ Այդ որ Սերժ Սարգսյանն ասում էր բանակի վերազինում, առանց Ռուսաստանի հետ բանակի դաշնակցային հարաբերությունների բանակի վերազինում անհնար է եւ դրա վառապոյացույցը եղել է նույն Սերժ Սարգսյան նախագահի կառավարումը, որի օրոք Հայաստանը ունեցել է ռազմավարական զենք Իսկանդեր, որը բացի Ռուսաստանից միայն մենք ենք ունեցել, նույնիսկ Բելարուսը չի ունեցել, որը Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ է։ Էլ չեմ ասում, որ 50,000 տոննա ձրի զենք ա եղել, ու այն 5 միլիարդ տոննայի զենքը, որ Սերժ Սարգսյանը բերել է Ռուսաստանից, Նիկոլ Փաշինյանը սիրուն հավեսով նվիրեց Ալիևին։ Ուզում եմ մեր ժողովրդին հստակ ասել։ Նիկոլիզմը հավասար է թրքացմանը եւ ստրկացմանը։ Ընտրությունը ձերն է, բայց չեմ ուզում, որ այս գործը հասնի ընտրության։ Շատ շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, Կիզակետում այսօր Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մամլի անդամ Էդվարդ Շարմազանովն էր, Կիզակետի թողարկումներն ուշադիր տեսանյութ դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք։